Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու երրորդ գիրք 4-րդ գլուխ Սողոմոնի պաշտոնեությունը։ Սողոմոն թագավորը ամբողջ Իսրայելի վրա թագավոր էր։ Ահավասիկ անոր ունեցած իշխանավորները։ Սատովգի որդին Ազարիա քահանա էր։ Սիսայի որդիները Ելիքորեփ եւ Ակիա ադենաթբիր էին։ Ակիղութի որդին Հովսապատ Թիվանաթբիր էր։ Հովյաթայի որդին Փանյա զորքերու վրա նշանակված էր, իսկ Սատովգ եւ Ափիաթար քահանա էին։ Նաթանի որդին Ազարիա վերագացուներուն վրա նշանակված էր, իսկ Նաթանի որդին Զապուտ քահանաներու վերագացուն էր ու թագավորին բարեկամը։ Ակիսար Բալադին վրա նշանակված էր, իսկ Աբթայի որդին Ատոնիրամ հարգերուն վրա։ Սողոմոն ամբողջ Իսրայելի վրա 12 վերագացու ուներ, որոնք թագավորն ու անոր դունը կգերագրեին։ Յուրաքանչյուրը դարին 1 ամիս կգերագրեր։ Ահավասիկ անոնց անունները. Եփրեմի Լեռնագոմը Փենովր, Մակասի Սաղափինի, Փետսամյուսի ու Ելոն Փետանանի մեջ Փենթագար, Արափովտի մեջ Փենեհեսետ, որուն կվերապերեին Սոկով ու Ոփերի ամբողջ երգիրը։ Թովրի ամբողջ բարձունքը Փենապինաթափ Սոմոնի աղջիկը դապատ անոր գիններ։ Թանակի ու Մագետովի մեջ ամբողջ Փետսանի մեջ, որ Սարտանիկով է, Հեզրայելի ներքև եւ Փետսանե մինչև Աբել Մաուլա ու մինչև Հեգմամի մյուսկոմը Ակիղութի որդին Պաանա, Ռամովտ քաղաքի մեջ Փենքապեր քաղաքի մեջ եղող Մանասյան Յայիրի գյուղաքաղաքները եւ Փասինի մեջ եղող Արքոֆի նահանգը 60 մեծ բարսպաբատ ու բղնցանիկ քաղաքներ անոր կվերապերեին։ Մանայիմի մեջ Աթովի որդին Աքինաթափ, Նեփթաղիմի մեջ Աքիմաաս, ինքալ Սողոմոնի աղջիկը Փասեմաթը արավ իբրգին, Ասերի եւ Փալոթի մեջ Քուսիի որդին Փաանա, Իսաքարի մեջ Փարվայի որդին Հովսապատ, Բենյամինի մեջ Էլայի որդին Սեմեյի, քաղաքի երգիրը ամորհացներու Սեհոն թագավորին ու Փասանի Օվգ թագավորին երգիրը Ուրիի որդին Քափեր։ Այդ երկրի մեջ միայն 1 վերագացու կար։ Սողոմոնի փառքաբաճ իշխանությունը։ Հութա եւ Իսրայելը բազմաթիվ էին, շատությամբ ծովուն եզերք եղող ավազին չափ էին, գուդեին, գխմեին ու գուրախանային։ Սողոմոն բոլոր թագավորություններուն վրա գդիրեր, Եփրատկեդեն մինչև Պղշտացներուն երգիրը եւ մինչև Եգիպտոսի սահմանը։ Անոր ընձաներ գբերեին ու Սողոմոնի հպատակեցան իր կյանքին բոլոր օրերուն մեջ։ Սողոմոնի 1 օրվան բարենը սա էր 30 քոր նաշի եւ 60 քոր ալյուր, 10 քեր արչար, 20 արոդական արչար ու 100 ոչխար, բացի եղջերուներեն, այծյամներեն, վիթերեն եւ կիրծված թրջուներեն։ Արտարևան Կեդին ամբողջ այս կողմին կդիրաբեդեր, Թափսայեն մինչև Գազա, Կեդինը այս կողմի բոլոր թագավորներուն վրա։ Ամեն կողմը իր շուրջ եղողներուն հետ խաղաղության մեջ էր։ Սողոմոնի բոլոր օրերուն մեջ Հութա եւ Իսրայել ապահովությամբ կփնագեին, թանեն մինչև Փերսապե, յուրաքանչյուրը իր որդագդունգին դակ ու թզենիին դակ։ Սողոմոն իր գարկից երուն համար 40,000 ախոր ուներ եւ 12,000 ծիավոր։ Այդ վերագացուները յուրաքանչյուրը իր ամսվա մեջ Սողոմոն թագավորն ու Սողոմոն թագավորին սեղանին բոլոր մոդեցողները կգերագրեին ոչինչ բացեցնելով։ Նաեւ քարի եւ հարթ կբերեին ծիերուն ու նժույգներուն համար անոնց եղած դեղը յուրաքանչյուրը իր վրա տրված հարգին չափով։ Աստված Սողոմոնի իմաստություն, հույժ շատ հանճար եւ ծովուն եզերք եղող ավազին չափ սիրտի լիություն տվավ։ Սողոմոնի իմաստությունը բոլոր արևելքցիներու իմաստութենեն ու Եգիպտոսի ամբողջ իմաստութենեն ավելի էր։ Ան բոլոր մարդոցմե ավելի իմաստուն էր։ Եզրահացի Ետանեն եւ Մաբուլի որդիներեն Եմանեն, Քալքոլեն ու Տարդայեն ավելի իմաստուն էր եւ բոլոր շրջակա ազգերու մեջ անվանի եղավ։ Ան 3000 արակ գրեց ու անոր շարատրած երկերը 1005 հադ էին։ Ան ծառերուն վրա խոսեցավ Լիբանանի մայրիեն մինչև բադի վրա փուսնող Զոբան, նաև անասուններու վրա, թրջուններու վրա,
սողուններու վրա ու ցուգերու վրա խոսեցավ։ Բոլոր ժողովուրդներեն Սողոմոնի իմաստությունը մտիկ ընելու գուքային։ Երկրի բոլոր թագավորներուն կողմեն, որ անոր իմաստության համբավը լսած էին։ Փառք քեզ Տեր Աստված մեր։ Ամեն։